Ողջույն, հետաքրքիր օր եմ ընտրել գյուղ բացահայտելու համար։ Այսօր ապրիլի 1-ն է, ծիծաղի միջազգային տոնը։ Սիրելիներս, այսօր մի քանի ժամ շփվելու ենք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան բնակավայրի սիրուն բնակիչների հետ։ Մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է Fnet Telecom ընկերությունը, որը հասանելի է Աբովյան բնակավայրում։ Fnet-ը իր բաժանորդներին առաջարկում է արագ ու կայուն ինտերնետ, բազմաթիվ հեռուստաալիքներ, F-Time ժամանցային հարթակը, մի շարք խելացի լուծումներ, օրինակ խելացի դոմոֆոն, որը ապահովում է ձեր կյանքի անվտանգությունը։ Սիրելիներս, ծառայություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել fnet.am կամ զանգահարել 8988 հեռախոսահամարով։ Հաղորդաշարի գործընկերն է Emily Farm դեղատների ցանցը։ Սիրելիներս, եթե ձեզ շտապ անհրաժեշտ է դեղորայք, զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ նրանք կանեն առաքում։ Սևակ Խաչատրյանը եւ Աշոտ Սարգսյանը զոհվել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Նրանց հիշատակ, ինչպես տեսնում եք, դպրոցի բակում վառ են պահում, որպեսզի անցնող գնացողը նայի նրանց նկարներին եւ երբեք չմոռանա, որ գյուղը այսպիսի հերոսներ է ունեցել։ Աշոտ, դու գիտես այս գյուղը որ թվականին է հիմնադրվել։ Չգիտես։ Ոայ։ Լավ, ասում եմ, ուրեմն ուշադիր լսի։ Այս գյուղը հիմնադրվել է 1830 թվականին, ըստ մեզ հասած տեղեկությունների իհարկե, եւ անվանակոչվել է մեծանուն հայ գրող Խաչատուր Աբովյանի պատվին։ Աշոտ, արի, ում ես սպասում։ Հա, ճիշտ է, պետք է ասեմ, չէ ուր ենք հասել, նոր գաս։ Լելի մոռացել եմ։ Հասանք Աբովյանի միջնակարգ դպրոց։ Գարուն է, պատուհանները բացել են աշակերտները եւ այդպես դաս են անում։ Չավեսա կարոտեցի մի տեսակ իմ դպրոցական կյանքը։ Ոնց եմ սիրում մեր մասնագիտությունը, որ դպրոցներից չենք հեռանում։ Աշոտ, առաջարկում եմ հիմա մտնենք ներս, ծանոթանանք տնօրինության եւ աշակերտների հետ։ Ինչ կասես։ Գալիս ես։ Դե տեսախցիկը թող արի, թող մնա այնտեղ։ Մեզ պետք չի։ Հա, թող մնա։ Հա, հետ։ Լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, լավ, դուք։ Լավ, եկել ենք տեսնենք ինչ կա չկա Աբովյանի միջնակարգ դպրոցում։ Ում հետ պատիվ ունեմ զրուցելու։ Հա, ես Աբովյանի միջնակարգ դպրոցի տնօրենն եմ։ Նորանշանակ կասեի, որովհետև սեպտեմբերի 1-ով եմ, այսինքն օգոստոսի 7-ին է եղել հրամանս, սեպտեմբերի 1-ով հաշվենք, եթե նոր ուսումնական տարով, որ այսպես նայենք, նորանշանակ է համարվում դա։ Առաջին տարին է։ Առաջին տարին է, բայց որպես տնօրեն եմ առաջի տարին աշխատում դպրոցում, իսկ եթե հետ գնանք հետադարձ հայացք տենք իմ աշխատանքային ուղին, որ անցել եմ 2006 թվականից որպես ֆիզիկայի ուսուցիչ եմ եղել, աշխատել եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը եւ 2006 թվականից աշխատել եմ որպես ուսուցիչ ֆիզիկայի։ Որտեղ։ Գործունեությունը սկսել եմ Արաքսավանի միջնակարգ դպրոցից, այնուհետև շարունակել եմ մի քիչ մոտիկացել եմ իմ գյուղին, աշխատել եմ Բյուրավանի միջնակարգ դպրոցում 5 տարի, այնուհետև 2020 թվականից Աբովյանի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկ
Եվ 2025 թվականից արդեն որպես Աբովյանի միջնակարգ դպրոցի տնօրեն։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, սիրում եմ երեխաներին, սիրում եմ դպրոցը եւ չեմ պատկերացնում ինձ առանց այս աշխատանքի։ Որպես տնօրեն խիստ եք թե բարի։ Նայած հարցերում, ինչ վերաբերում է կարգապահությանը, մաքրությանը, սովորելուն, կարգու կանոնին, ես կասեի խիստ եմ։ Ես ինքս իմ անձի նկատմամբ եմ խիստ մարդ։ Իսկ մյուս կողմից չկա չարություն ինձ թվում է մեջից, որտեղ այս պայն եթե բարկանամ էլ հաջորդ վարքյանին այդ բարկությունից երեխաներին որ տեսնում եմ այսպես իրանց աչքերի մեջ նայելով անցնում եմ միանգամից բարկությունս։ Կցանկանամ խոսենք դպրոցի պատմության մասին, որ թվականին է կառուցվել։ Աբովյանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1973 թվականին աշակերտների թիվը այն 12-ամյա դպրոց է, միջնակարգ է եւ աշակերտների թիվը այս տարվա դրությամբ կազմում է 213 են եղել սեպտեմբերի 1-ի դրությամբ, ավելացել են այս երկրորդ կիսամյակում արդեն 215-ն են։ Շնորհակալ ենք ձեզնից շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Կարող ենք չէ գնալ մի փոքր շփվել աշակերտների հետ։ Իհարկե կարող եք, խնդրեմ։ Ձեզ ինչպես դիմեմ։ Ինձ ես Տիկին Խաչատրյանն եմ, երաժշտության ուսուցչուհին Աբովյանի միջնակարգ դպրոցի։ Շատ ուրախ եմ։ Ես Արևիկն եմ, եկել ենք տեսնել։ Մենք ճանաչում ենք, ուրախ ենք, որ եկել եք մեր դպրոց։ Շատ ուրախ ենք։ Դուք եք ուրախ, երեխեք։ Հիմա ընկեր Խաչատրյան, մեզ կներկայացնեք ինչ եք դասավանդում երեխաներին, ինչպես են սովորում։ Այս առարկան ազգային երկպարն է, որը ներդրվել է այս տարի դպրոց, ճիշտ է խմբակի շրջանակներում, բայց երեխաները սիրով սովորում են եւ պարում են եւ երգում են։ Մեր ինքնությունն ենք մենք հիմա տարածում։ Երեխաներ, ես հիմա գտնվում եմ 5-րդ դասարանում։ Քո անունը ի՞նչ է։ Մարի, Մարիջան, ոտքի կանգնիր։ Մի փոքր պատմիր քո դպրոցի մասին։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը։ Այնտեղ շատ գեղեցիկ է եւ լավ։ Ամենաշատը որ ուսուցչուհուն ես սիրում։ Ամենաշատը սիրում եմ գերմաներենի ուսուցչուհուն։ Գերմաներեն կարողանում ես խոսել։ Լավ չեմ կարողանում խոսել, բայց կարողանում եմ գրել եւ հասկանալ։ Լավ, ինչու ես ամենաշատը գերմաներենի ուսուցչուհուն սիրում։ Ինչ կասես։ Որովհետեւ գերմաներենի ուսուցչուհին շատ բարի է։ Ահա, նրանից դուք ինչ եք սովորել։ Նրանից մենք սովորել ենք գերմաներեն բառեր եւ գրել, կարդալ։ Իսկ մարդկային հատկանիշներից ինչ եք սովորել։ Մարդկային հատկանիշներից սովորել ենք, որ պետք չէ լինել վատը եւ պետք է լինել բարի եւ ընկերների նկատմամբ հոգատար։ Իսկ դուք այդպես եք երեխաներ։ Այո։ Միմյանց հանդեպ հոգատար եք։ Այո։ Ընկեր Գևորգյան, ինչպես եք։ Շնորհակալություն, լավ։ Կուզեմ իմանալ ինչ եք դասավանդում, ինչ առարկա եք դասավանդում 6-րդ դասարանցիներին։ 6-րդ դասարանցիներին դասավանդում է բնություն առարկան եւ 6-րդ դասարանից բարձր նաեւ աշխարհագրություն եւ բնագիտություն։ Ես աշխարհագրությունը շատ եմ սիրում։ Դուք եք, չէ, երևի դպրոցական տարիքում շատ սիրում։ Աշխարհագրության սերն է հենց որ ես այս ուղին եմ ընտրել։ Իսկ ձեր ամենասիրած պետությունը ո՞րն է Հայաստանից բացի։ Բրազիլիան։ Հարավային Ամերիկայում Բրազիլիան։ Ես էլ եմ շատ սիրում, անավանդ Ռիո դե Ժանեյրո քաղաքը։ Իսկ եղել եք երբևիցե Բրազիլիայում։ Ոչ։ Աստված տա մի օր լինեք։ Շնորհակալ եմ։ 6-րդ դասարանը իմ դասկեկական դասարանն է։ Շատ առաջադեմ դասարան է։ Սովորում են 24 աշակերտ,
որից կարող եմ ասել բոլորը ընդունակ են։ Չկա այդպիսի մի երեխա, որ չկարողանա սովորել։ Համենայն դեպս իմ առարկան։ Գեր հագեցված է մեր դասասենյակը, ունենք էլեկտրոնային գրատախտակ, որը որ հենց առաջին անգամ ենք օգտագործում։ Ավելացնեմ, որ շատ լավ դասասենյակ ունեք։ Շնորհակալ ենք։ Հենց բնություն է խորհրդանշում այս դասասենյակը։ Աշխարհագրություն։ Ամեն ինչ կա։ Հա։ Քարտեզներ, քարեր, տարբեր տեսակի։ Դա մեր հենց Հայաստանի Հանրապետությանն է վերաբերվում, մեր հողերն են ու քարերի տեսակները։ Քարտեզները դե հիմնական աշխարհագրություն։ Բնություն օգտագործում ենք արդեն էլեկտրոնային գրատախտակը։ Շատ լավ, հիմա տեսնենք աշակերտները ինչ գիտեն բնության մասին։ Դուք ինչ եք անում, որ մեր բնությունը մաքուր լինի, չախտոտենք։ Ինձ համար բնությունը դա մեծ կանաչ միջավայր է, որտեղ մենք ապրում ենք, եւ ինձ համար բնությունը մաքուր պահպանելը դա շատ կարեւոր է։ Ես Հիմա պայքարում եմ այդ բնությանը, փորձում եմ մաքուր պահել իմ կողմից։ Եթե աղբ է լինում իմ մոտ, ես հատակետին չեմ գցում, աղբարկներում եմ գցում եւ խորհուրդ եմ տալիս իմ բոլոր ընկերներին գետին աղ չթափել, քանի որ դա շատ լուրջ վնաս է հասցնում մեր բնությանը։ Եվ երբ որ տեսնում եմ օրինակ չորացած ծաղիկներ ծառեր, ջրում եմ, քանի որ ծառերը եւ ծաղիկները մեզի թթվածին են արտադրում։ Ինձ մի հարց է հետաքրքիր, ով կարող է պատասխանել։ Ապրես։ Քո անունը ի՞նչ է։ Աշոտ։ Աշոտ։ Վազգանունդ։ Հարությունյան։ Հա։ Չէ, դու չես հաստատ։ Դու Մանուկյան ես, Աշոտ ջան, ինքը Հարությունյան Աշոտն է։ Ինչու է ձեր գյուղը կոչվել Աբովյան։ Մեր գյուղը կոչվել է Խաչատուր Աբովյանի անունով, նա եղել է մեծ գրող։ Ապրես, Խաչատուր Աբովյանի անունով ինչ ունենք Հայաստանում, բացի գյուղից, քաղաքից, դպրոցներ ունենք։ Տարբեր փողոցների անուններ։ Ահա։ Աբովյան։ Աբովյան փողոցն է, հա։ Աբովյան գյուղ, Աբովյան փողոց։ Ունենք Աբովյան քաղաք Կոտայքի մարզում։ Ճիշտ է։ Երևանում էլ ունենք փողոց։ Դպրոցներ տարբեր։ Ահա։ Խաչատուր Աբովյան։ Ունենք նաև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան։ Այո, ես այնտեղ եմ սովորել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եկեք ծանոթանանք իրար հետ։ Մենք արդեն ծանոթ ենք ձեզ։ Ինչ գիտություն եք։ Ես ձեզ ծանոթ եմ։ Իսկ ես Աբովյանի միջնակարգ դպրոցում աշխատում եմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի։ Մեծ Արդեն 42 տարի։ Եվ 9-րդ դասանի դասղեկն եմ արդեն 5 տարի։ Մի բան հարցնեմ, էլի, այստեղ եք ծնվել, մեծացել, թե հարս եք եկել այստեղ։ Ծնվել եմ Արարատի մարզի ավելի շուտ Արտաշատի շրջանի Այգեստան գյուղում։ 1982 թվականին ինձ նշանակել են Աբովյան գյուղում ուսուցչուհի։ Եկել եմ, աշխատել եմ 1-2 տարի եւ ամուսնացել եմ այս գյուղում։ Ո՞վ է ձեր ամուսինը։ Իմ ամուսինը Հակոբյան Մկրտիչն է։ Իմ երեխաները Հակոբյան Գոհարը, որ այս դպրոցի նախկին ուսմասվարն է, հիմա գտնվում է ֆիզարձակուրդում, եւ Հակոբյան Գարիկը, որ աշխատում է ինժեներ մեխանիկ մասիստ ապակույում։ Եկեք Եվ բարև ունեմ այսքան երեխաներ։ Այո։ Այսքան չէ, շատ։ Այս բոլոր իմ երեխաներն են։ Հիմա իմ գյուղը Աբովյան գյուղն է։ Ես ավելի շատ ինձ Աբովյանցի եմ զգում եւ հպարտ եմ, որովհետեւ այս գյուղում ապրում են շատ լավ մարդիկ, հոգով գեղեցիկ, աշխատասեր, բարի։ Ես սիրում եմ այս գյուղը եւ այս գյուղի բոլոր մարդկանց։ Ձեզնից լավ ուրիշ ոչ մեկը մեզ չի կարող պատմել Խաչատուր Աբովյանի մասին։ Քանի որ գյուղը կրում է մեծանուն գրողի անունը, կխնդրեմ մի փոքր մեզ պատմեք։ Խաչատուր Աբովյան, հրապարակախոս, գրաքննադատ, մանկավարժ, լուսավորիչ։ Ծնվել է Քանաքեռում, բոլորս գիտենք հայ նոր գրականության հիմնադիրն է եւ այն մեծ գործը, որ կատարել է Խաչատուր Աբովյանը հայ ժողովրդի համար, դա բառերով չեն կարող գնահատել։ Անգնահատելի է հայ նոր գրականության հիմնադիր։ Այսինքն մենք պարտական ենք Խաչատուր Աբովյանին այն
լեզվի համար, աշխարհաբար լեզվի համար, որով նա հիմք դրեց գրականության մեջ հասկանալի նոր գրական հայերենին։ Նա կարողացավ մտցնել նոր մեթոդներ դպրոցում, գրեց նախաշավի կրթության գիրքը, որով դասավանդում էին առաջին դասարանում, գրեց Վերք Հայաստանի վեպը, հայրենասիրական։ Այո, երբ ռուսի ոտը հայոց լիս աշխարհը մտավ եւ փրկեց մեզ Խզելպաշի չար լծից։ Նա լուծեց 3 կարևոր խնդիր, որի համար մենք շատ պարտական ենք մեծ լուսավորչին։ Այս յուղը գրում է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը։ Եվ մենք շատ ուրախ ենք, եւ մենք պարտավոր ենք պահպանել Խաչատուր Աբովյանի անունը կրող գյուղի պատիվը։ Նաև նշենք, որ Աբովյանը այն եզակի մարդկանցից է, ով 3 անգամ բարձրացել է Արարատի գագաթը, այո, եւ ուղեկցել է Պարոտին, գերմանացի, այո, գերմանացի դասախոս Պարոտին ուղեկցել է Արարատի գագաթը։ Հենց այդ ճանապարհորդության ընթացքում էլ Պարոտը նկատել է Խաչատուր Աբովյանի բարձր ընդունակությունները ու նրան հրավիրել է Դորպատ ուսանելու։ Ու սովորելուց հետո Աբովյանը վերադարձել է Հայաստան, իրեն նվիրել է հայ մանուկներին լուսավորելու, կրթելու մեծ գործին։ Գյուղը բավականին զարգացած գյուղ է, տարբերվում է մյուս գյուղերից, քաղաքատիպ գյուղ է, ասեմ, այստեղ դուք կարող եք տեսնել շատ գեղեցիկ մանկապարտեզ։ Դպրոցը կառուցվել է սովետականության տարիներին, կոլտնտեսության տարիներին, նախկին, այսպես ասած, կոլտնտեսության նախագահի ջանքերի շնորհիվ, որը բավականին գրագետ, կեղծ մարդ է, տարբեր ողերում ունենք մենք ուսանողներ, եւ որի համար մենք շատ հպարտ ենք, ուրախ ենք, երջանիկ ենք մեր աշակերտների հաջողություններով։ Շնորհակալ ենք ձեզնից շատ։ Ես շատ ուրախ եմ, որ Աբովյանի միջնակարգ դպրոցում ունենք ձեր նման մանկավարժ, 42 տարի դասավանդում եք։ Բրավո, ապրեք։ Կմաղթեմ, որ երկար տարիներ դեռ դասավանդեք եկող սերնդին, որովհետև այնքան լավ է, երբ որ դպրոցում ունենք հարուստ գիտելիքով մանկավարժներ։ Դա նույնն է, երբ որ մտնես մեկի օջախ ու այնտեղ տատիկ պապիկ տեսնես։ Իսկ երբ որ տուն առանց տատիկ պապիկ է, դատարկ է, չէ։ Ապրեք, շատ լավ իմաստուն մտքեր եք արտահայտում, այո, տատիկը տան համն է, հոտն է, տատիկը ամենաթորնիկի համար ամենաբարի, ամենալուսավոր մարդն է։ Այնպես որ պետք է մենք գնահատենք ձեզ, որովհետև դուք ձեր կյանքի լավագույն տարիները գնահատանքի միշտ արժանացել եմ, շնորհակալ եմ բոլոր տնօրեններից, բոլոր ուսմասվարներից, բոլոր աշակերտներից, որտեղ իրականում ես արժանացել եմ, զգացել եմ, տեսել եմ ու շատ շնորհակալ եմ դրա համար։ Վայ աման։ Ո՞նց է Մեր երեխաները քեզ լավ էլ ճանաչում են։ Այո, ինձ ճանաչում են։ Շատ լավ ենք ճանաչում։ Երեխեք, այս մարդուն դուք ճանաչում եք։ Այո։ Ո՞վ է ինձ։ Մեր Օ, ազգանունով գիտեք։ Օ, լավ է ձեզ ճանաչում են, պարոն Հարությունյան։ Խաղարապարակում ամենևը այս երեխաներից շփվում եմ, իրենց շատ սիրում եմ, հարգում եմ, ես հաճախակի դպրոց եմ գնում, շատ լավ երիտասարդներ ունենք, մանկություն տեսիչ փոքր երեխաներ ունենք, որոնք դեռ շատ լավ սովորում են եւ հուսալի ձեռքերում են, լավ դպրոց ունենք, լավ մանկապարտեզ ունենք, այս սրա արդյունքում sense խելացի երեխեք են դասիրակվում։ Այո։ Լավ ծնողներ ունենք։ Երեխեք, ինձ կասեք, վարչական ղեկավարը ձեր գյուղի համար ինչ աշխատանքներ է կատարել։ Մեր գյուղի համար շատ լավ աշխատանքներ է կատարել, ասֆալտապատել է մեր փողոցները, որպեսզի մեր մեքենաները զգուշորեն գան, շատ լավ է մեր գյուղի հանդեպ վարվում, ամեն գործերը անում է։ Դուք գիտեք, չէ, որ մենք բոլորս միասնական պետք է ամեն ինչ անենք, որ մեր գյուղերը զարգանան։ Այո։ Եթե դուք ինչ որ մի խնդիր եք տեսնում, կարող եք քննարկել դասարանով, նույն դասարանից եք։ Կարող եք քննարկել ու այդ խնդիրը, օրինակ, ներկայացնել վարչական ղեկավարին։ Ասել, որ մենք ուզում ենք մեր գյուղում այսպիսի փոփոխություն լինի ու միասին վարչական ղեկավարի հետ աշխատեք այդ ուղղությամբ։
Արևիկ մենակ ճիշտ ասա, ամեն գյուղում կան sense լավ երեխաներ, թե մեր ամենից լավն են։ Ամեն գյուղ իր յուրահատուկ փոքրիկներ ունի։ Լավն են։ Շատ լավն են։ Անկեղծ անմիջական։ Սիրում մեր երեխաներին, մեր Մենք նույնպես դե։ ծնողներին, մեր աբովյանցիներին շատ լավն են։ Շնորհակալ ենք ձեզանից, որ այդքան ուշադիր եք մեր երեխաներին կարողանում եք նկարահանել, ցուցադրել, թող երեխաներն էլ հեռուստատեսությամբ տեսնեն ուրախ լինեն։ Երեխաներն են մեզ են ճանաչում ու վստահ եմ բոլորն էլ ուրախ են, որ այսօր եկել ենք ձեր գյուղ, ուրախ եք, չէ։ Այո, շատ։ Կուզեք, որ ամեն օր գանք։ Այո։ Կարևորը դուք մեզ սիրում եք։ Այո, որ առաջի պահից մենք իմացանք դուք եկել եք, դասանում շուխուր էինք արել, ուրախացել էինք։ Օй, շպատիվ, շատ լավ է։ Լինել սպասված ամենուր եք։ Երեխեք գիտեք, չէ, դուք այսպես մոտիվացիա եք ստեղծում։ Որ մտակ մեր դասարան ինձ էմոցիաներ արտահայտեց, որ ես ձեզ միշտ տեսնում էի հեռուստաընկերությունով, հեռախոսով, տելևիզորով, ինձ մոտ շատ զգացմունք արտահայտվեց, որ շատ ուրախացա։ Արևիկ ջան, շնորհակալություն հայտնենք ձեզանից, որ եկել եք Աբովյան գյուղ եւ մեր բնակիչներին փորձում եք նկարել եւ գյուղի առօրյայից ներկայացնել, հիմնականում հիմա լավ Աբովյանցու բակում են գտնվում, որոնք շատ աշխատասեր ընտանիք են, շատ լավ խելացի երեխաներ ունեն, կարողանում են իրենց աշխատանքով լավ ապրել եւ շատ շատերին օրինակ ծառայել։ Գյուղը 1710 բնակչություն ունի, գյուղը 100 տարուց ավելի պատմություն ունի, հիմնականում գյուղի բնակիչները Արևմտյան Հայաստանից գաղթած բնակիչներ են, որոնք գալով Աբովյան գյուղում հաստատվել են եւ յուրաքանչյուրը լավ բնակարաններ ունեն եւ կարողանում են գյուղի համար պիտանի աշխատանքներ կատարել։ Ունենք մանկապարտեզ, ունենք դպրոց, ունենք խաղահրապարակ, գյուղը ունի 24 ժամյա խմելու ջուր, ունի ոռոգման ջուր, մի խոսքով մեր բնակիչները ապրում են շատ լավ գյուղում եւ մենք էլ շնորհակալ ենք մեր բնակիչներից, որ կարողանում են մեր գյուղի պատիվը բարձր պահել։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ, մի քանի տնտեսություն զբաղվում են անասնապահությամբ։ Մեր գյուղում աճեցնում են լավ ծիրան, լավ դեղց, ելակ են աճեցնում, որտեղ մեր հողերը հիմնականում քարքարոտ հողեր են, դրա համար պտղաբուծությամբ են զբաղվում։ Խմենք աբովյանցիների համար, առիթը լավ առիթ է, մեր բնակիչները աբովյանցիք շատ լավ ժողովուրդ են, շատ լավ մարդիկ են, աշխատասեր, քարից հաց ստեղծող մարդիկ են, որի վառ օրինակը խնդրեմ, եկել ենք պատահական մեր հյուր, մեր լավ բնակչին, մեր Արտուրին, որը շատ լավ ընտանիք ունի, շատ լավ կին, երեխաներ, դաստիարակված, բոլորն էլ կրթություն ստացած երեխաներ են։ Խմենք աբովյանցիների համար, ցանկանանք մեր աբովյանցիները առողջ լինեն, ի վիճակի լինեն աշխատելու, արարելու, ստեղծելու։ Գյուղում մի քանի տնտեսություններ ունենք, որոնք զբաղվում են ջերմոցային տնտեսություններով, որոնցից մեկը նաև ես եմ։ Շատ շնորհակալ ենք մեր պետությունից, կառավարությունից, առանց տոկոսի վարկ ենք ստացել, կոնկրետ ես ստացել եմ եւ ջերմոցային տնտեսություն եմ կառուցել, էլի մարդիկ կան գյուղում, որ այդ լիզինգային կարգով պետության կողմից տրամադրվող 0%-ով վարկ ենք ստացել, որի տոկոսները մեր պետությունն է փակում եւ հնարավորություն ստեղծում, որպեսզի մարդիկ կարողանան էլ ավելի լավ զբաղվել թե գյուղատնտեսությամբ, թե ջերմոցային տնտեսությամբ։ Մեր գյուղի համար, աբովյանցիների համար, տա Աստված երկրին խաղաղություն, որը որ կա հիմա, որի համար շնորհակալ ենք մեր պետությանը, մեր կառավարությանը, արդեն 2 տարուց ավելի է, որ մեր երկրում ոչ մի զինվորի հակառակորդի գնդակից չի մահացել ոչ մի զինվոր, որի համար առաջի կարևոր ձեռքբերումն է։ Ոնց կարելի է չգնահատել անցած տարվա կարգտահարության դեպքը, որ պետությունը կարողացավ փոխհատուցում ցուցաբերել ինչ-որ չափով ժողովրդի կողքը կանգնելով, որը երբևիցե չէր եղել նախկինում։ Շնորհակալ ենք։
մենք գնահատող մարդ ենք, ուստի մեր շնորհակալությունը հայտնում ենք եւ մեր բնակիչներից եւ մեր պետությունից, մեր կառավարությունից։ Շնորհակալություն։ Ես իմ գինին գրեթե խմեցի վերջացրեցի, Դե ես էլ եմ խմում։ Ձեր կոնյակը։ Շնորհակալ ենք Արևիկ ջան, շուտ համեցեք մեր Աբովյան համայնք։ Մեր գյուղը շատ լավ գյուղ է, մանավանդ հեսա գարունը նոր է բացվում, ամեն ինչ դեռ առջևում է, շատ հյուրասեր ժողովուրդ են, գյուղի ժողովուրդը։ Համոզվեցինք։ Մեր հաջորդ գալուց դաժե ձեր հետ հյուրեր կարակ բերեք, համոզվելու։ Սա անպատրաստի հյուր է։ Այդքան հյուրասեր են։ Աբովյան համայնքը շատ հյուրասեր ժողովուրդ են, աշխատասեր, ինչպես որ մեր Հարությունյանը նշեց, ապրեք, շնորհակալ ենք գյուղը ներկայացնելու համար, ցուցահանդեսելու համար։ Դուք ծնունդով Աբովյանից եք հենց։ Ծնունդով Աբովյան գյուղից եմ։ Այստեղ դպրոց եք գնացել։ Այստեղ դպրոց եմ գնացել, դպրոցում Դեն ժամանակ մանկապարտեզ չկար, չէ։ Մանկապարտեզը ներքևի գյուղում էր, այստեղ ծնվում։ Ես օրինակ այս գյուղի դպրոցը չեմ բաղ չի վիճակվել գնալու, որտեվ Արևշատի դպրոցում էին գնում, մեր գյուղը դպրոց չուներ։ Այդ ժամանակ չկար։ Հիմա Փառք Աստծո ունենք այդ դպրոցը, որի արդյունքում մեր երեխաները մեր գյուղի դպրոցն են հաճախում, մանկապարտեզ ունենք, կուլտուրայի տանը ունենք լավ բարի խումբ, ունենք նկարչական խումբ, սպորտի խումբ, լավ խաղահրապարակ ունենք, ամեն ինչից գոհ ենք։ Այսինքն միասնական փորձում եք ձեր գյուղը առաջ տանել, զարգացնել։ Հարությունյանը հետևողական է ամեն ինչին, շատ ուշադիր, շատ գոհ ենք, որպես հանրահանգապետ, շատ ուշադիր է, հետևողական է։ Կուզենայի, որ բոլոր գյուղերում նմանապես ամեն ինչը կազմակերպված, ոնց որ պարոն Հարությունյանն անեմ, կցանկանայի բոլոր գյուղերում նմանապես արվեր է։ Դե նկատեցինք ճանապարհները ասֆալտապատ են, փողոցներում լուսավորությունը քաշած է, բնական գազով գյուղը ապահովված է, հա? Այո, բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրված Եթե մի գյուղում կա 24 ժամյա խմելու ջուր, եթե մի գյուղում կա ասֆալտապատում, լուսավորություն, մանկապարտեզ, դպրոց, խաղահրապարակ, վոլեյբոլի դաշտ, ինչ չունենք, Փառք Աստծո։ Ստեղից Երևան գնալը ընդամենը մի 25 րոպեի ճանապարհ է, բայց կարծես թե մենք պայմաններ ենք ստեղծել, որպեսզի մեր ժողովուրդը շատ ժամանակ երեխաներին, որպեսզի տանեն միտեղ կարուսել նստացնեն կամ զբաղեցնեն, գյուղում ամեն ինչ կա։ Բարի խումբ կա, նկարչական խումբ կա, սպորտային խումբ կա, մնում է որ երկիրը խաղաղ լինի, որը որ արդեն տեսնում ենք որ կա, եւ ժողովուրդը աշխատեն, արարեն եւ իրենց ընտանիքները լավ պահեն։ Ու ամենակարևորը գյուղերը չլքեն, իրենց տները չլքեն։ Չեն լքում, Փառք Աստծո, վերջի մի երկու տարիների ընթացքում արդեն մեր գյուղի բնակիչներից, եթե նախկինում գնում էին արտերկիր ժողովրդի լեզվով ասած խոպան աշխատելու, այսօր արդեն մերոնք չեն գնում, որտեվ ստեղ ավելի հեշտ ու ավելի շատ են վաստակում, քան Ռուսաստանում, որ գնում էին 6-7 ամսով ընտանիքները թողած, ընտանիքին կարոտ վիճակով գնում էին աշխատելու։ Հիմա ստեղ մարդիկ ավելի լավ են աշխատում։ Եթե հասարակ բանվորը կարողանում է աշխատելով Երևան քաղաքում ստեղ իր աշխատած գումարը հետ գցել Երևանում բնակարան գնել, եթե կարողանում է իր ընտանիքի ուսանողների վարձը մուծել, կարողանում է տունը վերանորոգել, կարողանում է տանիքը վերանորոգել, ինչ է նշանակում, որ նշանակում է վերջին տարիների ընթացքում երկիրը առաջ է գնում, մարդկանց ապրելակերպը փոխվում է։ Ես չեմ ասում, որ դեռ անելիքներ չկան, շատ կան, բայց մարդիկ իրենց քրտնաջան աշխատանքով ստեղծում են, անում են։ Յուրաքանչյուրը մեկը մասնագետ է, մեկը մեքենայի մասնագետը, մյուսը կահույքի մասնագետը, մեկը լավ հող է մշակում։ Այդ ամեն ինչի հետ զուգահեռ հող մշակելը բոլորս էլ մշակում ենք։ Շատ լավ է, մենք շնորհակալ ենք մեր ժողովրդից, մեր հայազգը աշխատասեր ժողովուրդ են, արարող ժողովուրդ են։ Ես մեր գյուղի մասին ասեմ, որ մեր գյուղացիք շատ աշխատասեր են, ստեղծում են, չրագործությամբ են զբաղվում, հող են լավ մշակում, կա ընտանիքներ, որ լավ արհեստավորներ են։ Մի խոսքով շատ լավ է, ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը վերջի եւս մի 5 տարի, եթե ամեն ինչը խաղաղ գնա,
պատերազմ չտեսնենք, այս ինչ որ կա, այս տեմպով շարժվենք առաջ, մեր երկրի ժողովուրդը շատ լավ պայմաններում են ապրելու։ Ես հույս ունեմ, ես տեսնում եմ, ես անցած ճանապարհ ունեմ ապրած, արդեն 70 տարեկան երիտասարդ եմ եւ հույս ունեմ ավելի լավ ալնելու։ Աստված տա։ Տեսնում եք ժողովուրդ Աբովյանում ինչպես են մեզ ընդունում, այնպես որ գյուղում կյանք կա, բոլորը քաղաքները թողեք ու տեղափոխվեք գյուղերում ապրելու, որպեսզի մեր երկիրը շենացնենք։ Մանավանդ մեր գյուղը։ Այո, առանց գյուղ քաղաքը չի կարող գոյատևել։ Յուղի կենացը։ Այո, Աբովյան, գյուղի կենացը, ապրեն Աբովյանի բարի ու ժպտերես մարդիկ։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ձեզանից ենք շնորհակալ, որ այս առիթը ստեղծեցիք, միասին հավաքվել ենք այս լավ ընտանիքում, այս լավ բնակչի ընտանիքում, կոնկրետ մեր Արտուրի ընտանիքում, որին ես շատ հարգում եմ եւ իր ընտանիքի անդամներին եւ իրեն, որոնք շատ հյուրասեր են, ինչպես մյուս աբովյանցիները իրենք էլ շատ հյուրասեր են։ Այո, չթողեցին էլի, որ գնանք գյուղում շրջելու, ասացին, մինչև հաց չուտեք չեք գնալու։ Բայց ներս չեկակ։ Դե, մաքուր օդը թողնենք, ուր գնանք։ Ջերմոցային տնտեսությունը ստեղծվել է իր շնորհիվ մեր պետության, մեր կառավարության ճիշտ քաղաքականության արդյունքն է սա։ Այդ ինչպես։ 0% դրույքով վարկեր տրամադրվեցին լիզինգային կարգով։ Ես էլ մասնակցեցի, այսինքն իմ տղայի հետ միասին մասնակցեցինք եւ այդ գումարը տրամադրվեց մեզ, մենք կարողացանք 3000 մետր քառակուսի ջերմոցային տնտեսությունը ստեղծել։ Արդեն 4 տարի է պետության կողմից սուբսիդավորված վարկի տոկոսները փակում ենք, մնաց 1 տարի մինչև տարվա վերջ եւ դրանից հետո մեր բերը թեթևանա կպրծնի ու ակին հեշտ կլինի մեր համար, բայց հիմա փառք Աստծո դեռ մինչև այսօր կարողացել ենք թե դժվարությամբ, թե հեշտությամբ մեր աշխատասիրության արդյունքում կարողացել ենք այդ վարկերը ժամանակին մարել։ Ես շատ հիացած եմ այս ջերմոցով, այս ծաղիկներով, որտեղ սրա միջոցով նաև ապրում ենք, միայն իմ աշխատանքով չի, որ ես կարողանում եմ այդ ընտանիքը պահել, կարողանում ենք աշխատել, ապրել եւ մեր հետ էլ մի քանի ընտանիք կարողանում են իրենց ընտանիքները պահել։ Հիմնականում արտահանում եք։ Հիմնականում եւ մեր շուկա եւ արտահանվում է դեպի Ռուսաստան։ Ծաղիկները բերվել է արմատակալները, սացիլները բերվել է Հոլանդիայից անմիջապես։ Ռուսաստանում էլ պահանջարկ ունի, մեր շուկայում էլ պահանջարկ ունի։ Այնպիսի աշխարհ եկավ, որ ես չեմ ուզում այստեղից գնամ։ Պարզություն, մաքրություն, գեղեցկություն։ Համեցեք, խնդրեմ, ձեզ կվերցնենք աշխատանքի։ Մեծ սիրով։ Այստեղ կտրվում ես առօրյա խնդիրներից, հոգսերից, չէ՞։ Հա, միանշանակ։ Այո։ Օրնիկը Սոֆի Տուշի ուշադրությամբ լսում եք, գիտես ինչ ասացին։ Ինչ ասաց։ Եք ուզում գնալ, մնացեք մեր տուն։ Օ։ Դու որ ասի մարդ չի ուզում ստեղից գնալ։ Ստե մենք մի ընտանիք ենք։ Մնացեք մեր տուն։ Քո անունը ի՞նչ է։ Յուրի։ Արի, Յուրի։ Մենք մի ընտանիք ենք, ստե ոչ աշխատող ենք, ոչ սաղ միահամուռ ուժերով, մեկը մեկին օգնելով, մեր գործը առաջ ենք տանում։ Ասացի, որ չեք ուզում ստեղից գնացեք, մնացեք վերտում։ Օ, վերջ, մնում ենք այսօր ես ու Աշոտը։ Մեզ սենյակներ կտրամադրեք։ Այո։ Շատ լավ է։ Այսօր Երևան չեն գնում, Աշոտ, վերջ, մնում ենք Աբովյան գյուղում։ Մենք Արևմտյան Հայաստանի մոկած աշխարհից ենք։ Մոքսը թուրք չի ապրել։ Մոքսում եղել են քրդեր եւ հայեր։ Քրդերի բեկը եղել է Ավդալ բեկի տղա Մուրթուլլա բեկը, որը շատ հայասեր մարդ է եղել։ Եվ իսկ կոտորածի ժամանակ Շատախի, Կարճկանի, Թիմարի, Մոքսի ժողովրդին փրկել է շատ հայասեր քուրդ է եղել։ Եղել է Վանում թուրքական պարլամենտի անդամ, տեղեկանալով
Պարլամենտի որոշումը, որ պետք է սերի քաշի հայերին, նախապես իր ենթակա այդ տարածքի հայության տեղահանել է տալիս։ Մինչև կոտորած է, հանում ուղարկում են։ Եվ այսօրվա դրությամբ այս գյուղում ես 100 տարեկան մարդ եմ, իմ տղերքը, որ գոյություն ունենք, սա այդ բեկի աշխատանքի արդյունքն է, թե չէ մեզ է սերի քաշեին։ Ահա մեր գյուղի պատմությունը։ Մեր գյուղը կոչվել է նախկինում Ղր Աղբաշ։ Այսինքն ներքին Աղբաշ, թե վերին Աղբաշ։ Ներքին Աղբաշ, վերին Աղբաշ ասել են, բայց Ղր են ասել։ Ինչի համար են ասել Ղր։ Իրոք մեր հողային տարածության մեծ մասը Ղրը, քարքարոտ է, բայց ոչ թե դրա համար են ասել։ Մեր գյուղից ինքում էլ գյուղ չկա։ Մի գյուղ կար, որին կոչում են Բիտիջա, Բարսաշեն։ Մեր գյուղը Բարսադիր դիրքով գյուղը եւ բնության տեսակետից բավականին շատ հրապուրիչ է։ Ես այստեղից ծնունդ եմ 1926 թվականի նոյեմբերի 10-ին, բայց չբավարարեցի դրանով։ Գնացի Մոքս, իմ հորս ծննդավայր գյուղը, առասպելական բնություն ունի, տարբերվում է ամբողջ եւ արևմտյան Հայաստանի մնացած նահանգներից, բայց ինձ հետաքրքրեց անձամբ գնալ։ Պարոն Հարությունյան, դուք Աբովյան գյուղը ղեկավարել եք, եղել եք գյուղապետ։ Այս գյուղը եթե գյուղադարել եւ այսօրվա դրությամբ եւ Արարատի մարզի եւ հանրապետության մասշտաբով որպես գյուղ քաղաքատիպ ավան ենք սարքել։ Ի շնորհիվ իմ ինչքանով որ ես շարունակեցին որդին Ավետիքը։ Արտաշատ համայնքի որ գյուղերում եք աշխատել։ Ես 40 տարի կոլխոզի նախագահ եմ եղել։ Անընդմեջ ինձ իրավունք ունեմ միսես խոսելու, որտեվ կոլխոզային կարգերը փքվել է։ Այսինքն իմանձը չեմ մեծարում, բայց դառը ճշմարտություն եմ ասում ես։ Այս գյուղը որ գյուղադարել դա իմ եւ իմ որդիների արդյունքն է։ Եվ ամբողջ Արարատի մարզում համար առաջինը Պավսեմ պրավիլում բոլոր ուղղություններով այս գյուղը Արարատի մարզի առաջատար գյուղերից է։ Ամեն ինչով, ինչ գծով մատը դնես ասես բարեկարգման, ասֆալտապատման, լուսավորության, գերեզմատան ցանկապատման, ամեն ինչով, բոլոր ուղղություններով Իս գյուղը առաջադեմ։ Արևշատի Նորաշենի մասով ինչ կասեք, այնտեղ էլ եք գյուղապետ եղել։ Արևշատում աշխատել եմ գյուղապետ, կուսակցական կազմակերպության քարտուղար 10 տարի անընդմեջ կոլխոզի նախագահ Արևշատում, Նորաշենում հրաշքներ եմ գործել։ Ինձ առաջարկեցին 5 գյուղի գյուղական խորհրդի նախագահ, 5 գյուղի Աբովյան, Արևշատ, Նորաշեն, Բարսաշեն, Զովաշեն, այդ յուղերում Տոլկ են ժամանակ ասում էին ջրաշեն։ Մի քանի գյուղ միանգամից ղեկավարել եք։ 5 գյուղ։ Աշտանը մինչև դասընթացները սկսել է, հորս միակ արուզավակն եմ եղել։ Բոլոր գործերում ինքս մխրճվել եմ։ Հայրս դեմ չէր իմ իջալոց հանգուցյալ։ Չէր ասում տղա ջանախ դողում եմ քեզանով։ Միակ տղան ես իմ, թույլ էր տալիս, բայց ես էլ բոլոր մինչև դասընթացները սկսել է, սայլապանություն եմ արել։ Ձմերուկ մի անգամ կյանքիս մեջ ես տրասայով Ձմերուկ տարա Երևան խանութ ունեինք, աշնաներ։ Սայլի հետևը պարանով խինում են այսևի, որ ձմերուկները շտապի լցնում են։ Նորակավիթ գյուղում բոլոր ժամանակներում խուժանլակոտներ եղել են, բոլոր ժամանակներին։ Պարանը դանակով կտրում էին, ձմերուկները սայլից գողանում էին։ Սայլապանություն արել եմ ազատ ժամանակ։ Բրիշկա ձի, բրիշկա ֆուրղուն,
լծել եմ։ Մի ժամանակ մեր էսգյուղի բոլոր տնամերձերում հացատիկ էին ցանում։ Ցորեն, դեր ծառ, ճուղ չէին տնգել։ Ցորեն էին ցանում։ Դիզում էին, մեծ չէր լինում մի 80 խուրս բան, հետո կոլխոզը ձի էր տալիս, որ այդ կալսեմ, ձիով կալսել եմ, կամար արել եմ։ Օրս միակ տաղանեմ էլ է ինձ բարբարով թուրքեր են ասում, չեր ғմշում, Ղմշել բառը թուրքերեն բառը չէր ուզում որպեսի իր որդին այս ամանը ստեղից տնի այնտեղ, բայց ես ինքս ամեն ինչի դիմել եմ։ Եզներով հող վարել եք։ Եզներով, այո, եզներով ես եմ քշել եզները, գութանով վարել եմ, կալցել եմ, ասեցի, ձիերով կալցել եմ։ Պարոն Հարությունյան, եկեք մի փոքր խոսենք այն մասին, թե ինչու գյուղը կոչեցին Աբովյան։ Ես գյուղացիների մի մասը ապրելիս են եղել քանակեր գյուղում, մինչև ստեղ գալը, գիշերը որ լույսերը վառեցի, ստոլբաների, այդ հենասույների վրա, մեկը մյուսին ասեց, տղա, եսա իրենց բարբարում, եսա իսկական Երևան քաղաքի Աբովյանն է, Աբովյան փողոցն է, ու այդպես մնաց Աբովյան, թե չէ մենք Աբովյան, Աբովյանը հասկանալի ով է եղել, Աբովյանի հետ կապ չունենք, մեր ժողովուրդը Աբովյանի հետ կապ չունենք։ Պարոն Հարությունյան, բա ձեր ծերությունը ինչպես է անցնում, ինչով եք զբաղվում։ Ես գիրք կարողանում եք կարդալ, թե ոչ։ Ամբողջ իմ կյանքի ընթացքում օգտվել եմ սանատոր պայմաններից։ Սանատոր գնալուց պարտադիր կարգով ես պիտի մի 2-3 հաստափոր գիրք ընթերցեի։ Բառադի չեմ թափառել։ Գույներդ փոփոխվեց դարան ցերդաշունչ աշնան վարդի նման ով սպիտակ մազեր ծեր դուրս գալու տեղը թող հոգիս դուրս գար չընկնեի այսօրվան սպիտակ մազեր կանայքն էլ երես են թեքում ինձանից ձեր պատճառով է որ չնախորժում ինձանից աշխուժ երիտասարդ ներու շրջանից զրկեցիք ինձ անպիտան սպիտակ մազեր Ապրեք լույսը բացվեց լուսն ու բարին առնեմ գառներ ելնեմ սարին Տամավետիկ սիրած յարիս պատմեմ երազս ու երազս երազումս տեսակույսին և ներավոր Հիսուսին խաչներ բազմել յուրաչ բազկին այս է երազս իմ ուրազս Հարգանքներս Ինչ կա չկա Բան չկա դուք ասեք ոնց եք Լավ ենք Դու ոնց ես Լավ եմ Քո անունը ի՞նչ է Իմ անունը Միխայել է, բայց կրճատ ասում են Միշա Միշա Ես քեզ կարող եմ Միշա դիմել Այ ոնց հարմար է ձեզ Միշա ես Արևիկն եմ
Ծանոթ եմ, գիտեմ։ Եկել եմ տեսնեմ ինչ կա, չկա Աբովյանում։ Ինձ ինչ կպատմես քո սիրելի, շատ սիրելի գյուղի մասին։ Ամեն ինչ շատ լավ է, վերջերս էլ ասֆալտապատում են արել, փողոցներ կա որ քարքարոտ են։ Հիմա շատ ամեն ինչ շատ լավ է, շատ հարմար է էլի ամեն ինչ։ Քանի տարեկան ես դու։ 13։ Ինչով ես զբաղվում գյուղում։ Գյուղում ոչ մի բանով, բայց գյուղից դուրս երաժշտությունով եմ զբաղվում։ Որտեղ ես գնում պարապում։ Արևշատ։ Կողքի գյուղում։ Այո։ Ասեմ որ Արևշատն ու Աբովյանը իրար շատ մոտ են, չէ՞։ Երկու քայլ է, էլի, այստեղից Արևշատ։ Մի ցուցանակ ընդամենը խանգարում։ Իդեպ բարի առիթից օգտվենք, բարևենք Արևշատի բնակիչ Բենոյի Արսենին։ Իրեն ճանաչում եք, չէ՞։ Իմ Վարշավիլն ենք։ Բենոյի Արսենը։ Հա, իր տղան։ Իր տղան, հա։ Տղայի անուն ի՞նչ է։ Բենո։ Բենո։ Այն որ ասում է գյուղում երկու Բենոյի Արսեն ունենք, չէ՞, ասում են գյուղում շատ է։ Միշա ջան, գիտես ինչ եմ ուզում իմանալ քո երազանքների մասին։ Ինչ երազանքներ ունես քո անձնական հետ կապված։ Ես երազանք ունեմ, որ 9-րդ դասանից դուրս գամ, գնամ Երևան, սովորեմ։ Երևանում ապրես։ Չէ, սովորեմ, հետո որ չափահաս դառնամ, գնամ բանագամ, Երևանում ապրեմ։ Իսկ ինչու։ Դե ուզում եմ բարը բանը, ոնց ասեմ, դասընթացներ անցկացնեմ երեխաների հետ։ Հա, բայց հնարավոր չի լինի Երևան, չէ, ինչ Երևան, հենց Աբովյանում դասընթացներ անցկացնես։ Օրինակ Աբովյանում դուդուկի խմբակ բացես, դուդուկ ես չէ նվագում։ Ահա, դուդուկի խմբակ բացես, կողքի գյուղերից գան, հենց Աբովյանում սովորեն։ Ինչի համար հասնես Երևան, Երևանը զարգացնես։ Թեկուզ տենց։ Ահա, Երևանը մտքիցդ հանի, աշխատի, առաջիկայում դառնաս հայտնի երաժիշտ։ Այո։ Որ բոլորը քեզ ճանաչեն, ամենակարևորը լավ երաժիշտ, հետո գնաս ծառայես գաս, սովորես, վերջացնես, քո անձնական խմբակը բացես ու գյուղերի երեխաներին դասավանդես, որ այդ երեխաները էլ Երևան չհասնեն, մտածեն գյուղերի զարգացման մասին, թե չէ Երևանը ինքը իրենով զարգանում։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Այո։ Վերջ Երևանը մտքից հանում է։ Ապրես։ Իսկ ազատ ժամանակ գյուղում ինչով ես սիրում զբաղվել։ Ազատ ժամանակ իջնում եք ընկերներով գյուղը պետարան։ Այնտեղ նստում եք, շփվում եք, խաղում եք, հա։ Ապրես, բայց ամենակարևորը դասերը չմոռանաս սովորել։ Աբովյանցիներ ո՞նց եք։ Լավ է։ Կյանքը ինչպես է անցնում Աբովյանը։ Ինձ կասեք աշխարհի ամենալավ գյուղը որն է։ Աբովյան։ Աբովյանը որ մարզին է պատկանում։ Արարատ։ Սիրուն եմ քեզ, իմ Աբովյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Ինչ կա չկա։ Լավ ամեն ինչ։ Գյուղի բնակիչ եք դուք։ Հարց եմ եկել։ Հա։ 88 թվից ստեղ եմ բնակվում։ Ավտոմատ կերպով դարձել եք գյուղի բնակիչ։ Այո։ Ձեր դեմքը բայց շատ ծանոթ է, որտեղ ենք հանդիպել։ Դպրոցում։ Հա, այսօր ճիշտ է, որտեղ մենք դպրոցում ենք։ Այո։ Այնտեղ եք աշխատում։ Այո, ընդդեղի մակրուհին է։ Ձեր անունը ի՞նչ է։ Երանուհի։ Ահա, Տիկին Երանուհի։ Ուզում եմ մի քիչ ձեր կյանքի մասին խոսենք։ Առավոտյան գնում եք աշխատանքի, բայց դրանից հետո ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Հողամասով։ Ինչ եք աճեցնում։ Այգի ունենք, դեղ, ծերկեֆիլ, թութ, ելակ, ամեն ինչ։ Աբովյանում կյանքը լավ է անցնում։ Շատ։ Հետ եղել է, որ ձեզ հարցնեն որտեղից եք, ասեք Աբովյանից, մտածեն Աբովյան քաղաքից։ Հա, եղել է ու չեն էլ իմացել, հաստատ տենց եղել է, բայց ես ասեմ գյուղ Աբովյանից, ու չեն էլ պատկերացրել, որ տես գյուղի անուն կա։ Չեն ասել, աղջի, ձեր էս առնում ինչ գյուղ Աբովյանը քաղաք է։ Չէ, ուղղակի զարմացել են, բայց ես ասել եմ, որ գյուղ Աբովյան կա։ Այո։ Եվ սիրել եք այս գյուղը։ Շատ։ Շատ։ Օրինակ, որ առաջարկեին, հետ գնայիք Հովտաշեն, որ գյուղը կընտրեիք։ Հովտաշենն էլ եմ շատ սիրում։ Դե արդեն ստեղ ավելի շատ եմ ապրել, քան ստեղ Հովտաշենում։ 38 տարի ստեղ եմ ապրել։ Բնակչությունը քիչ է, մոտ 1710 մարդ կա։ Բոլորով իրար ճանաչում եք։
Չէի ասի։ Հա։ Չէ, այդքան էլ չէ։ Այդ աշխատանքի շրջապատը, այտենց հարևաններին։ Հարևանություն անելը կա գյուղում։ Այո, մեր հարևանները շատ համախմբված են, թե տխրության, թե ուրախության, աշկալուսանքի, միշտ հավաքվում ենք, ամեն ինչին մասնակցում ենք, իրար աջակցում ենք, նեղորերին, լենորերին, շատ լավ են մեր հարևանները։ Նկատեցի, որ ձեր հարսի թորնիկետ եկել եք այգի զբոսնելու։ Ինչպիսին է հարս-կիսուր հարաբերությունը։ Շատ լավ։ Հա։ Այո։ Ձեր հարսին ձեր աղջկա պես եք վերաբերվում։ Բայց առավել։ Դաշարոներ, Հա։ Ես ինչ լավ սկեսուր եք։ Ձեր հարսը կյանքը շահել է, հա։ Հա։ Անկեղծ եք ասում, թե որ մի քիչ հեռվում կանգնած է։ Չէ, անկեղծ եմ ասում։ Հա։ Հա։ Անունը ի՞նչ է ձեր հարսի։ Անի։ Անի։ Դե բարձր ասեք, որ համայն աշխարհը լսի ու ձեզնից օրինակ վերցնի։ Թող վերցնեն, ես իմ հարսին շատ սիրում եմ, թորներիս էլ հետը։ Ապրեք։ Ամուր ընտանիքը պետության հիմքն է։ Այո, ամուր պետության երաշխիքն է։ Այսինքն, եթե ուզում ենք ուժեղ պետություն, կայացած պետություն, պետք է ընտանիքները ամուր լինեն ու հարս-կեսուր հարաբերությունները շատ լավ լինեն, էլի։ Չէ, ախը, հարս-կեսուր չենք մենք, կարամ ասեմ, մենք ընկերուհիներ ենք։ Իրար հետ անմիջական, ամեն ինչ իրար հետ կիսվել, խոսալ։ Միասին եք չէ ապրում։ Այո։ Բայց նկատել եք, չէ, հիմա երիտասարդությունը ասում է ամուսնանանք առանձին ապրենք։ Դե հիմա երիտասարդությունը կարող է չգիտեմ, դենց այդ ավելի լավ է։ Բայց դե միասնական է լավ է։ Ես օրինակ կողմ եմ միասնական ապրելու։ Դե մենք հիմա շատ լավ ենք, ես չեմ պատկերացնում առանց հարսի, առանց երեխեքի, բայց ինքն էլ չի պատկերացնի առանց մեզ։ Ապրեք շատ, օրհնվեք դուք։ Միշտ այսպես լավը լինեք, միշտ այսպես բարի լինեք ու մենք էլ տեսնենք, օրինակ վերցնենք ձեզնից, լավ։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Արևիկ ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, սիրելի Նվարդ։ Շնորհակալ ենք իդեպ, որ այսօր ձեր օրվա մի հատվածը նվիրեցիք մեզ, օգնեցիք, որպեսզի գյուղում վայրեր բացահայտենք։ Իդեպ թուխմանուկ չգնացինք։ Դա մեկ անգամ եւս առիթ է, որպեսզի եւս մեկ անգամ գաք այստեղ։ Ճիշտ է, ներկապահին գյուղում երուզերը շատ չի, որովհետեւ բնակչությունը գտնվում են բնականաբար դաշտամիջյան հատվածներում։ Իրենց բերք ու բարիքով են ապագա զբաղված, հա, ծառերի այտմամբ ու նմանատիպ այլ աշխատանքներով։ Այդ իսկ պատճառով հաջորդ այցի ժամանակ ես խոստանում եմ, որ թուխմանուկ եւս կայցելենք։ Իսկ հիմա մենք գտնվում ենք Աբովյանի մշակույթի տանը, կինոներ են ցույցադրել եւ գյուղի երիտասարդները, ինչպես նաեւ հարակից գյուղերի մի շարք երիտասարդներ այստեղ մշտապես եկել են ֆիլմեր դիտելու։ Այնուհետեւ ինքը եղել է շատ անմխիթար վիճակում, սակայն պարոն Ավետիք Հարությունյանի 2012 թվականից ընտրվելուց հետո որպես Աբովյանի համայնքապետ այն նորոգվել է։ Հիմնովին սկզբում 2017-18 թվականին այստեղ եղել է անգամ շախմատի խմբակ այն սենյակում է եղել, որը եղել է անվճար հիմունքներով համայնքն է ֆինանսավորել ուսուցչին, սակայն հետո երեխաները, որ սկսել են չհաճախել, շախմատի խմբակը փակվել է, որից հետո արդեն ընթացիկ եղել են պարային խմբեր, իսկ ներկա պահին 22 թվականից ու մինչ օրս շարունակական մենք ունենք 3 խմբակ։ Նկարչական խմբակն է իդեմս Գյուլնարա Միրզոյանի, ով իդեպ Աբովյան բնակավայրի բնակչուհի է, Սվետլանա Գրիգորյանը, որ դասավանդում է պարը, ինքը նույնպես գյուղի բնակչուհի է, երիտասարդ շատ հաճելի անձնավորություն, ով մշտապես մրցումների է գնում, ինչպես նաև Գյուլնարա Միրզոյանը, իրենք երկուսն էլ շատ ունեն հաղթանակներ։ Մենք ունենք նաև Երևանից զույգ ուսուցիչներ Լևոն Ավագյանը եւ իր կինը Մարինեն, ովքեր այստեղ դասավանդում են տայկվանդո մարտարվեստը, ինչպես նաև խմբարոյախրատական դասընթացներ են վարում երեխաների հետ, իրենց հիմնական պարապմունքի վայրը ինչպես այս մեր սպորտ, ինչպես ասենք, կոմպլեկտն է, հա, այնպես էլ մշակույթի տանը երբեմն անձրևոտ եղանակներին։ Սպորտի ասպարեզում նույնպես ունենք երեխաներ, ովքեր մինչև կանաչ գոտի հասել են, ուղղակի արդեն դասերի հետ կապված
կապված դուրս են եկել խմբակից, ցավալի է, խումբը մի փոքր պակասել է։ Հուսով ենք կհամալրվի։ Ինչպես մեր մշակույթի տանը մենք կազմակերպում ենք մշտապես միջոցառումներ, տարբեր միջոցառումներ են լինում, օրինակ մայրության տոն, այս տարի նշեցինք նաև մայրենի լեզվի տոնը։ Հունիսի 1-ը մշտապես մեզ մոտ իրականացվում է, շուտով Զատկի տոնն է, պատրաստվում ենք իդեպ Զատկի տոնին։ Մշտապես մեզ մոտ միջոցառումներ են, երգ, պար, խաղ, ու այստեղ ինչպես նկատեցիք, մեր խաղահրապարակում մշտապես երեխաները լեփ-լեփ ունեն։ Այո, տեսանք նոր կառուցված մինի խաղադաշտ ունեք, որտեղ երեխաները իրենց մանկությունը անցկացնում են։ Այո, այդտեղ հիմնականում ինքը վոլեյբոլի դաշտ է համարվում, ինչպես նաև բասկետբոլի մինի, սակայն երեխաները խաղում են եւ ֆուտբոլ եւ բասկետբոլ, հիմնականում իրենց ողջ ժամանակը անգամ ձմռան ամիսներին այդ հատվածում է անցկացվում, ինչպես նաև գիշերը նույնպես իրենք խաղում են, երիտասարդներն են գալի խաղում, որովհետեւ ինքը բազմաֆունկցիոնալ է, ինչպես նաև լուսավորությունը արդիական է, կա ամբողջ գիշեր ինչքան ուզում են խաղում են։ Մի խոսքով աշխատում ենք հանում բնակչության։ Իսկ գյուղում ունեք ինտերնետ կապ։ Ինտերնետ կապ, այո, իհարկե ունենք։ Հիմնականում F-net կազմակերպությունն է։ Կեցե F-net-ը։ Նվար ջան, գյուղում ապրելու համար կարելի ասել ամեն ինչ ունեք։ Ոռոգման ջուրը կա, խմելու ջուրը կա։ Ոչ թե կարելի է ասել, այլ կոնկրետ Աբովյան գյուղում շատ-շատերն են անգամ Երևան քաղաքից գալի եւ ասում, որ սա կարծես թե փոքրիկ մայրաքաղաք լինի, որովհետեւ 60% եւ ավել փողոցները ասֆալտապատված են, բարեկեցիկ, կանաչապատ է գյուղը, ջուրը խմելու 24 ժամ է, ոռոգման ջուրը նույնպես կա, ինչպես նաեւ ամեն տարի բարբերաբար որոշակի աշխատանքներ կատարվում են, որպեսզի անջրտի վարելահողեր մենք չունենք։ Ընդհանրապես անջրտի մենք հողեր չունենք, լուսավորությունը ունենք, ոչ մի խնդիր իրականում չկա այստեղ։ Դե ինչպես ասվեց, ինտերնետ կապը կա, հեռուստատեսությունը նույնպես այստեղ բոլոր ալիքները բռնում է, ոչ մի խնդիր չկա այստեղ հանգիստ ապրելու համար։ Ըստ ձեզ, Աբովյանը էլ ինչի կարիք ունի, որ շատ կուզենայիք լիներ։ Շատ ցանկալի կլիներ լավ դպրոց, նորոգված եղել եք դպրոցում, տեսակ, խաղադաշտ մեծ, կոնկրետ ֆուտբոլի դաշտ, իր բոլոր մարզական համալիրով, հագեցած, որովհետև այստեղ մենք ունենք, բայց ինքը փոքր է, մեր երիտասարդներն էլ շատ են սիրում, իրականում գյուղը ինքը կտրված է, մենք տրանսպորտի խնդիր ունենք, տրանսպորտ ընդհանրապես չկա գյուղում, ցանկալի կլիներ դա նույնպես, շնորհակալություն համայնքապետարանին իդեպ ուսանողական տրանսպորտի հարցը կարգավորելու համար, որովհետև մեր ուսանողները ստիպված էին ամեն օր առավոտյան վաղ, անգամ ձմռան ամիսներին, իջնային Արևշատի կանգառից գնային ու ոչ հարմար պայմաններում։ Իսկ այսօր իրենք գալիս են կոնկրետ հատվածից նստում են ուսանողական հանգիստ գնում են իրենց դասերին ու այդ թվում նաև վերադառնում են։ Հիմա եթե ուզում եք գնալ Երևան, իջնում եք Արևշատ։ Արևշատից օգտվում ենք Երևան Դվին տրանսպորտից։ Այո, եթե ավտոբուս ունենայիք, օրինակ դեպի Երևան գնացող կամ Արտաշատ գնացող, շատ հրաշալի կլիներ բնականաբար դրանից նաև օգտվել Արևշատը, որովհետև կամ Զովաշեն Արտաշատն է ներկապային աշխատում, որը որ օրեր է լինում դաժան մեկ գրաֆիկ չի աշխատում, մեկում է չի աշխատում, օգտվում են Երևան Դվին տրանսպորտից, Երևան Գետազատն էլ արդեն չկա։ Ցավալի է, տխուր է։ Նվար ջան, տեղյակ եմ, որ Աբովյանում դեղատուն չունեք։ Այո, Աբովյանում դեղատուն չունենք, որովհետև ինքը փոքր գյուղ է ու երևի նպատակահարմար չեն գտնում դեղատուն բացելու համար, սակայն դա առիթ չէ, որպեսզի չօգտվեն։ Արևշատում փառք հաստո կան դեղատներ, մեկի փոխարեն 3-ն են, ու լավ օգտվում են բնակիչները, ոչ մի խնդիր չունենք դեղատան հետ կապված։ Ահա, քանի որ Նվարդը Արևշատից է։ Մի քիչ գովաբանում ենք Արևշատը։ Այո, որ իրենց գյուղի բիզնեսները առաջ գնան, բայց ես հորդորում եմ, եթե կա մարդ, ով ուզում է բիզնես ունենա, ապա Աբովյանում բացիր դեղատուն։ Շնորհակալ ենք շատ Նվար ջան։ Մենք էլ ձեզ ենք շատ շնորհակալ, հուսով ենք ելի կհանդիպենք, միշտ սիրով սպասում ենք մենք։ Անպայման կգանք։ Մեծ շնորհակալություն եմ հայտնում մեր հաղորդաշարի գլխավոր հովանավոր F-net Telecom ընկերությանը, որի ծառայությունները հասանելի են Աբովյան բնակավայրում, անպայման օգտվեք սիրելիներս, շնորհակալություն նաև մեր գործընկեր Emily Farm դեղատների ցանցին։ Ժողովուրդ, անկեղծ ասած, ես շատ սիրեցի Աբովյան բնակավայրը ու հարմարվեցի այստեղ։ Ասում եմ կարող է չգնամ Երևան, Վարչով տուն չկա, միանգամից այստեղ տեղափոխվեմ ապրելու։ Այնքան լավ է այստեղ, օդը մաքուր,
խոտը կանաչ, ամեն ինչ հրաշալի։ Ես շատ եմ սիրել աբովյանցիներ։ Սա ճիշտ է մեր առաջին հանդիպումներ, բայց խոստանում եմ, որ շարունակական են լինելու ու անընդհատ մեզ ձեր գյուղում տեսնելու եք։ Իդեպ չմոռանամ ասեմ, որ 2022 թվականին առաջին անգամ եկա Աբովյան, բայց ոչ մի նկարահանում չեմ արել։ Ուղղակի ինչ որ միջոցառում էր, եկանք մասնակցեցինք, գնացինք ու չեմ շփվել այդ ժամանակ մեր գեղեցիկ բնակչության հետ։ Կուղեմ սխալս, հաճախակի կտեսնեք։ Աշոտն է ինչ շտապեցնում։ Ասում արևի կարագացրու, ես դեռ վեդի պետքա հասնեմ։ Այդ հետ չէ՞ որ արևիկը պետքա Երևան հասնի։ Ինձ որ մնար, ես մինչև ժողովուրդ ջան ժամը 22:00 հաստատ կմնայի այստեղ, որովհետև ձեզ հետ շատ լավ է։ Ծաղիկներս, չեք պատկերացնի ինչքան սիրուն ծաղիկներ ենք նվեր ստացել։ Վայ։ Իդեպ ուզում եմ աբովյանցիներից հատուկ շնորհակալություն հայտնել իրենց գյուղը մաքուր պահելու համար։ Եզակի գյուղերից մեկն է ժողովուրդ, այն որ մանգաս գետնին աղբ չես գտնի։ Ի սրտե շնորհակալ եմ։ Միշտ այդպես ձեր գյուղը սիրեք ու փայփայեք։ Լիքը սրտիկներ բոլորիդ շատ գիտեք սիրում եմ ու սպասեք ինձ ու Աշոտին ձեր գյուղում, անպայման գալու ենք։ Աշոտ, տեսար չէ, ինձ ծաղկեփունջ նվիրեցին, ասի մի րոպե, ստոպ, բա Աշոտի մամային, չէ, այդպես չասցի իրականում, գլուխ եմ գովում։ Ասացին Արևիկ ջան, հեսա քեզ ծաղկեփունջ կնվիրենք, ասացի Աշոտի մամային էլ էլի անպայման ու հիմա Աշոտ արես ծաղկեփունջը վերցրու։ Կտանես ու աբովյանցիների կողմից կփոխանցես իմ սիրելի Մելանիային։ Եղավ։ Աբովյանցիները, ապրեք, դե ես գնացի։ Գնա։ Շնորհակալ ենք բոլորիցդ, կրկին եւ այդ, եւ ուզում եմ առիթից օգտվել, ողջունել Պարուշ Սևակ գյուղի բնակիչ Արսենին, ով այժմ ժամկետային զինծառայության մեջ է, պահում է մեր սահմանները, որպեսզի գիշերները մենք հանգիստ քնենք։ Մեր բոլոր զինվորներին անփորձանք ու բարի ծառայություն։